Բարև բոլորին, այսօր նկարում եմ իմ մասին վիդեո, այսինքն պատմելու եմ իմ մասին, քանի որ մի քանի անգամ մեկնաբանություններում գրել էին, որ ուզում են իմ մասին ավելի շատ բան իմանալ։ Ես էլ որոշեցի այսօր համ կպատրաստեմ բորշ, համ իմ մասին կխոսեմ, որ շատ չձանձրացնեմ, համ էլ կրկին օգտակարը հաճելի հետ համատեղ եմ։ Քանի որ ես շատ ժամանակ չունեմ, միշտ շտապում եմ, ավելի սենց հանգի ժամանակները քիչ են, հիմա Հայկը քնած է։ Ես սկսեմ սոխառած անեմ, հետո կաղամբը պետքա կտրատեմ, գազարը ճոր կանեմ, միսը արդեն խաշել եմ, 2 հոգու համար եմ պատրաստում, բայց այս մի կաղամբն եմ օգտագործելու, ինքնին շատ մեծ չի, 2 հոգու համար շատ իդեալական չափ է, այստեղ մի փոքր կտոր տավարի միս եմ պահել Հայկին ճաշիկ պատրաստելու համար, հիմա սա դնեմ ամանի մեջ, ունենք նետ ինչ մաղադանոսագորը առել, այստեղ ասում եմ պերսիլ, հիմա ես սոխը կկտրատեմ, ինձ թվում է բոլորը գիտեն, ես պատրաստում եմ բորշ, երևի թե 3-րդ անգամ, տենց իդեալական չեմ պատրաստում, բայց միշտ թվում էր իմ համար բորշը շատ դժվար է, ուղղակի կտրելն է, այսինքն սիրուն մանր, որ ուզում ես կտրել, մի քիչ էդ է դժվար, բայց եթե անընդհատ անենք, կսովորենք, ամեն ինչ ընթացքում ենք սովորում։ Հիմա բերեմ ինչ պետք է ինձ, ճոր կարեցի բազուկը, գազարը, և հիմա կկտրատեմ կարտոֆիլը, 4 սենց միջին չափի կարտոֆիլ եմ վերցրեմ, սկսեմ սկզբից, դե ես Էռնան եմ, 24 տարեկան եմ, ապրում եմ այս պահին Բրյուսելում, Բելգիայում, մաքուր երևանցի եմ, ավելի կոնկրետ ղռեցի, մաքուր ղռեցի եմ, ես մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց կիսատ եմ թողել իմ մասնագիտությունը Բելգիա գալու նպատակով, 2-րդ կուրսից էլ չեմ գնացել համալսարան, սլավոնական համալսարանում եմ սովորել, միջմշակութային հաղորդակցություն, բայց ոչինչ, ես դեռ այն տարիքում եմ, որ հաստատ երբեք, այսինքն սովորելու համար ուշ չի, ստեղ էլ կկարողանամ շարունակել, եթե համալսարանը չընդունվեմ, ուրիշ դասընթացներ կվերցնեմ, այս պահին զբաղվում եմ, տորթեր եմ պատրաստում, ունեմ պատվերներ, 3 ամիս ոնց որ ավելի լրջորեն սկսել եմ ու ունեմ պատվերներ, որոնց համար շատ ուրախ եմ, 2 տարի ապրել եմ Մոսկվայում, ապրել ու աշխատել եմ որպես կանդիտեր, այսինքն հենց խմորեղեններ եմ, տորթեր ու խմորեղեններ եմ պատրաստել և գեներով է գալիս, իմ մաման էլ է երկար տարիների խմորեղեն պատրաստողը, կարտոֆիլը մաքրեցի, հիմա սոխը բերեմ, Բելգիա ապրում եմ 2 տարի, ամուսնացել եմ և եկել եմ Բելգիա, Բրյուսելում եմ, 2.5 տարի համարյա ստեղ եմ, սիրում եմ Բելգիան, լավ երկիր է, չնայած եղանակային պայմանները այդքան էլ հաճելի չի, բայց գիտեք ոնց որ ժամանակի ընթացքում ամեն ինչին հարմարվում ես, եթե մի քիչ հարմարվող տեսակ ես, ես էլ հարմարվող եմ շատ, այսինքն ամեն ինչի մեջ ես դրականն եմ տեսնում, եթե օրինակ հիմա չհավանեի ինչ էր փոխվելու, ուղղակի նեղվելու էի, տանջվելու էի, դրա համար պիտի հարմարվենք նրան, ինչ պայմաններում ապրում ենք, ես արդեն 9 ամիսա մամա եմ, ունեմ իմ երազանքների տղային, իմ Հայկին, ես բացի խմորեղեն պատրաստելուց նաև սովորել եմ մատնահարդարություն, ամենտեղ ուզում եմ ինձ տեսնել, ես շատ հետաքրքրասեր մարդ եմ, սիրում եմ աճել, ստեղծագործել, ես չի եղել տենց օր, որ ուղղակի ոչ մի բան չանեմ, ես միշտ ուզում եմ աճեմ, ուզում եմ միշտ ավելի լավը դառնամ, ես երբեք ճաշ ուտելիք չեմ պատրաստել, այս 2 տարվա ընթացքում, որ ես սովորել եմ, վատ չեմ սարքում,
Բայց իհարկե միշտ կարոտում ու երազում եմ, որ իմ փոխարեն սարքեր օրինակ իմ մաման, որովհետև այդքան էլ չեմ սիրում խոհանոցում պատրաստելը, բայց իմ Instagram-ին հետևողը երբեք չի ասի, որ չեմ սիրում, որովհետև անընդհատ ես մի բան սարքում եմ ու միշտ սիրում եմ նոր բան փորձել։ Սոխ էի կտրատում աչքերս մռմռած, բայց դուք նայեք ինչքան սիրուն է այս բաղադարն ասում։ Ոնց որ նկարի ծաղիկ լինի ու գիտեք հոտը, երբ որ կտրում ես, այ մամա, հոտը գալիս այն ժամանակ, երբ որ կտրում ես։ Ես շատ հոբիասեր մարդ եմ, ամեն հոբիներ փորձում եմ, կավագործությամբ եմ զբաղվել, շուղերով գործել, նկարչություն, ես անգամ երգի եմ գնացել, ես լողորդ եմ եղել 4 տարի, թե 5 տարի, պարի եմ գնացել, ամեն տեղ ես փորձել եմ լինեմ։ Ես տեղ ամեն ինչ սենց դրել եմ, մնացել է կաղամբը ամենաջանջալն է ինձ թվում է։ Ես կավելացնեմ կարակ, չգիտեմ սա քիչ է թե շատ է, և ձիթապուտղի ձեթ, թյուղ չէ, չգիտեմ շատ է քիչ է։ Տապակվի։ Ստեղ համեմում եմ, ավելացնում եմ աղ, կարմիր պղպեղ, միայն դափնու տերևն եմ մոռացել ավելացնեմ, բայց ընդհանրապես համային տարբերություն չտեսա։ Նաև ալյուր եմ ավելացնում, կան մարդիկ, որ չեն ավելացնում, ինձ իմ մաման ասեց, ես էլ ավելացրեցի խելոք, որ մի քիչ ավելի թանձրություն տա։ Ավելացրել եմ կաղամբը, թող մի քիչ սենց տուշիկ լինի, չգիտեմ այդ ոնց են հայերեն ասում, տապակվի։ Ասեմ նաև, որ այս տարի ես գնալու եմ վերջապես Հայաստան, չեմ ասի երբ, բայց շուտով անհամբեր եմ, էլ ասելու չի, կարոտել եմ, էլ ասելու չի, չգիտեմ շատ եմ սպասում Հայկի հետ, լրիվ սենց ուրիշ մարդ գնա, չգիտեմ անհամբեր սպասում եմ այդ պահերին, երկար ժամանակ մնալու եմ, դրա համար վաբշե ուրախ եմ։ Ստեղ ավելացնում եմ մսի արգանակը ու փակում եմ կափարիչը, թողնում եմ լավ եփվի։ Հաջորդը ինչը կուզենամ նշեմ, դա այն է, այսինքն կփաստեն իմ ընկերները, այն մարդիկ, ովքեր ինձ շատ լավ են ճանաչում, թե ես ինչքան նպատակասլաց եմ ու երբեք չեմ հանձնվում անկախ կյանքի խնդիրներից, դժվարություններից։ Կյանքը միշտ հեշտ չի լինում ու մենք պետքա պատրաստ լինենք չհանձնվելու ու գնալ դեպի մեր երազանքների ետևից, ինչը ես միշտ արել եմ։ Միշտ վստահեք ու հավատացեք ձեզ, լսեք ձեր ներքին ձայնին ու ճիշտ ճանապարհը կբացվի ձեր առաջ։ Բորշը պատրաստվում է։ Հայկի ճաշիկ սարքեցի, տավարի մսով, կարտոֆիլով, մեկ էլ կարմիր ոսպով։ Ես տեսակով ավելի շատ օպտիմիստ եմ, քան պեսիմիստ։ Նույն այս օրեր, որ անընդհատ ինչ-որ դժգոհում եմ, բայց նախ մեկ այդ ես չեմ, իմ տեսակը շատ դրական է։ Ես չեմ կարող շփվեմ այն մարդկանց հետ, ովքեր բացասական են, համ բացասական են ներքուստ, համ այդ իրանց բացասականը բոլորին են տալիս ու ես հասկանում եմ, թե ինչքան դժվար է այդպես մարդկանց հետ շփվելը, դրա համար փորձում եմ ես դիմացինիս հետ շփվելուց պահեմ այդ բացասական ինչքան կարողանում եմ, այսինքն չբողոքեմ անընդհատ, չնայած դժվար է ստացվում, բայց աշխատում եմ, ոնց որ կան չէ տենց մարդիկ, որ ամեն ինչի մեջ վատն են տեսնում, ես այդ մարդը չեմ, սկզբում ես լավն եմ տեսնում, հետո նոր խորանում եմ, մտածում եմ, ման եմ գալի կողով, բայց չէ։ Հիմա ամեն մեկը պետքա շնորհակալ լինի այն նրանով, ինչ ունի այս պահին, որովհետև շատ մարդկանց համար երազանք է քո ունեցածը, դրա համար երբ որ ես ինչ-որ բանից տրտնջում եմ, մի բավ ոնց որ ինքսի մեջ սենց մտածում եմ, բայց հա որ ախր շատ մարդիկ կան, որ կուզենային քո փոխարեն լինեին, կուզենային այդ ինչը դու ունես,
ու չես գնահատում, իրանց համար այդ ամենամեծ բանը կլիներ։ Ես ինձ թվում է շատ շնորհակալ մարդ եմ, այդ մանկուցա տենց ես միշտ շնորհակալ եմ եղել այն ամեն ինչի համար, ինչ արել են իմ ծնողները, ինչ արել է իմ կողակիցը իմ համար, ես միշտ ասել եմ, որ շատ շնորհակալ եմ, որովհետև ոչ մեկ պարտավոր չի, անգամ քո, չգիտեմ, քո հարազատ մարդը քեզ պարտավոր չի անընդհատ անի, անընդհատ ուրախացնի, գնահատենք այն ամեն ինչը, ինչ ունենք, փոքր բաներն էլ, ես դրա մեջ է կյանքը։ Իմ համար ես թեթև մարդ եմ, իմ հետ շատ հեշտ է շփվելը, ես կշփվեմ այն մարդկանց հետ, ովքեր իմն են, այսքան եմ, շատ բան չեմ էլ մտաբերում, ինչ կարամ ասեմ իմ մասին, կոմենտներում կարաք գրեք, թե ինչ կուզենաք իմանաք, ինչ-որ հետաքրքիր բաներ, ինչեր կուզեք նկարեմ, որովհետև մեկ-մեկ մտքիս չի գալիս, թե ինչ կարամ ցույց տամ, ինչ կարամ նկարեմ, ինչն է ձեզ հետաքրքիր, այդքան եմ, հավես էր սենց խոսալ եմ իմ մասին, լավ մնացեք, ես այն բորշը ցույց կտամ, որ պատրաստ լինի, մերսի, որ ինձ հետևում եք, արդեն 550, համարյա 550 հետևորդ ունեմ ես, մերսի շատ, որ նայեցիք, բայ բայ։